որոնք են կրծքամկանի համար ամենալավ եւ ամենավատ վարժությունները։ Այսօր ես կառանձնացնեմ 15 վարժություն կրծքամկանի համար եւ կդասակարգեմ 5 կատեգորիայի՝ վատ, նորմալ, լավ, գերազանց եւ վերջում կասեմ ամենալավ վարժությունը։ Առաջինը կխոսեմ համր մարզասարքի մասին։ Շարժման ընթացքում աշխատում է կրծքամկանի վերին հատվածը, շարժման ուղին թույլ է տալիս ծանր աշխատել առանց ուսահոդի վնասման ռիսկի, սակայն աշխատում է նաեւ դելտա մկանը եւ եռագլուխ մկանը։ Այդ իսկ պատճառով այս վարժությունը կդասակարգենք նորմալ կատեգորիայի։ Push-up մարմնի սեփական կշիռով։ Իմ ամենասիրելի վարժություններից մեկը, որը շատ լավ հիմք կարող է հանդիսանալ սկսնակ մարզվողների համար։ Push-up-ի մեծ մասը կատարում են առաջային ուսը եւ տրիցեպսը, այսինքն կրծքամկանը ամբողջական ծանրաբեռնվածություն չի ստանում։ Նորմալ կատեգորիա։ Dumbbell squeeze press։ Այստեղ ձեռքերը կատարում են սեղմում դեպի վեր, միևնույն ժամանակ գանտելները իրար են սեղմվում, առաջացնելով հորիզոնական ադուկցիա, իզոմետրիկ լարվածություն։ Այս վարժության ժամանակ գանտելների մեծ չափերի պատճառով ձեռքերի շարժումը սահմանափակվում է, ինչպես նաև շատերի մոտ եռագլուխ մկանը ավելի շուտ է հասնում ծանրաբեռնվածության պիկին։ Հենց այդ պատճառով այս վարժությունը ես կդասեմ որպես վատ կատեգորիա։ Close bench press։ Նեղ բռնվածքը փոխում է շարժման կենսամեխանիկան, ծանրությունը մեծապես փոխելով տրիցեպսի վրա, իսկ կրծքամկանը դառնում է երկրորդական դերակատար։ Այնպես որ այս վարժությունն էլ կդասեմ կրծքամկանի համար ոչ այդքան լավ տարբերակի։ Incline dumbbell press։ Նստարանի անկյան տակ կատարվող հրում է, որտեղ յուրաքանչյուր ձեռք աշխատում է առանձին, ապահովելով ավելի մեծ շարժման ամպլիտուդա։ Ստորին կետում կրծքամկանը ստանում է մեխանիկական մեծ լարվածություն, լավագույն վարժություններից է վերին կրծքամկանը մեծացնելու համար։ Ինձ համար այս վարժությունը գերազանց տարբերակ է կրծքամկանի համար։ Cable chest fly մեկուսացնող վարժություն է, որի նպատակը կրծքամկանի հորիզոնական ադուկցիան է, ձեռքերը կողքից առաջ բերելը, բայց նաև կատարման ժամանակ անկախ մեզնից լարում ենք առաջային դելտա մկանը, սակայն որպես կրծքամկանի վարժություն իրոք լավն է։ Dumbbell bench press։ Համեմատած incline dumbbell press-ի հետ, այս վարժության ժամանակ այդքան էլ չի լարվում կրծքամկանի վերին հատվածը, ուստի շատ լավ օգնում է հավասարեցնել ուժային անհավասարությունները, որի համար էլ վարժությունը կդասեմ որպես լավ կատեգորիայի։ Chest machine։ Հորիզոնական դիրքով հրում ապահովող մարզասարքի միջոցով կատարվող վարժություն, քանի որ մարզասարքը ունի ֆիքսված դիրք, այն ապահովում է կայուն շարժման ուղի եւ նվազագույն հոդային վնասվածքներ։ Այս ամենին զուգահեռ նմանատիպ մարզասարքերը հիմնականում ունենում են ստանդարտ չափեր, որի պատճառով բոլորի մոտ չի ստացվում նույն արդյունքը։ Այս վարժությունը կդասեմ նորմալ կատեգորիայի։ Low high cable fly։ Կրծքամկանի վերին հատվածի մեկուսացման համար շատ լավ վարժություն։ Այստեղ չունենք եռագլուխ մկանի աջակցությունը, սակայն աշխատում է առաջային դելտա մկանը։ Մի խոսքով կրկին կդասեմ նորմալների շարքին։ Incline dumbbell fly։ Վարժությունը մեկուսացված շարժում է, որի հիմնական նպատակը վերին կրծքամկանի լարումն է։ Թեք անկյունը թույլ է տալիս ձեռքերը իջեցնել ավելի խորը, ինչը ստեղծում է մկանային ձգման հզոր խթան։ Իրոք լավ վարժություն կրծքամկանի համար։ Smith machine incline bench press։ Հակառակ dumbbell press-ին, Smith machine-ի օգնությամբ մենք ստաբիլիզացնում ենք մկանի աշխատանքը։ Վարժության կատարման ընթացքում ունենք հստակ ուղղություն, որը մեզ հնարավորություն է տալիս կոնցենտրիկ եւ էքսցենտրիկ փուլերում անջատել ստաբիլիզատոր մկանների աշխատանքը եւ գերազանց զգալ կրծքամկանի աշխատանքը։ Weight plate chest press միջին ծանրաբեռնվածությամբ վարժություն է։ Ծանրաքարը կարող է սահմանափակել լիարժեք շարժումը, այդ պատճառով համարում եմ ոչ այդքան լավ տարբերակ։ Hip machine աշխատում է կրծքամկանի ստորին եւ միջին հատվածը, սակայն չենք խուսափում եռագլխի եւ առաջային դելտա մկանի լարումից։ Իմ կարծիքով որպես կրծքամկանի վարժություն սա ամենալավ վարժությունը չէ։ Bench press։ Մեծամասնությունը կցանկանար, որ bench press-ը դիտարկենք որպես կրծքամկանի ամենալավ վարժություն, սակայն կան ավելի լավերը։ Bench press-ի լավ կողմերից է մեր բարձրացրած քաշերի պրոգրեսիվ ավելացումը, որը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում ցույց տալ ուժային արդյունքների բարելավում։ Bench press-ը կդասենք լավերի շարքին։ Pec deck fly։ Ինձ համար ամենալավ վարժությունը, որտեղ կատարվում է կրծքամկանի մաքուր մեկուսացում, ստաբիլ եւ վերահսկելի շարժում, նպատակաուղղված մկանի ձգում։ Կարճ ասած լիարժեք զգում ենք կրծքամկանը։ Եզրափակելով տեսանյութը ցանկանում եմ նշել, որ չկան վատ վարժություններ, եթե դու արդեն մարզվում ես, դա արդեն լավ է։ Իսկ հաջորդ վարժությունների ցանկը տեսնելու համար բաժանորդագրվիր եւ սեղմիր զանգակին, բաց չթողնելու համար։